Ազգային բարերար Սամվել Կարապետյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ։ ԱԿ կոռուպցիոն դատարանի դատավոր Հայկ Դոլմազյանը 30 օրով երկարաձգել է Կարապետյանի կալանքի ժամկետը։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Կհիշեք, Սամվել Կարապետյանին մեղսագրվում է կոչերը, այն աբսուրդը, որի մասին բոլորս արդեն կարծում եմ տեղյակ ենք, պարզապես հարցազրույցի համար մեղադրանք առաջադրել եւ այն դիտարկել իբրև կոչ։ Այնուհետեւ մեղսագրվել էր տնտեսական բնույթի իբրև հանցանք եւ վերջերս մի քանի օր առաջ երրորդ դրվագն էր մեղսագրվել կրկին տնտեսական բնույթի, նույնիսկ քննչական կոմիտեն չհապաղեց, հայտարարություն տարածեց, որ դա վերաբերում է փողերի լվացմանը եւ այլն։ Մենք փաստաբանական թիմով հայտարարություն էինք տարածել, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդ, թե բնականաբար առաջինը ակնհայտ անհիմն են։ Դատարանը այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն նորը եւ նախկինը պայմանականորեն երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսինն է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ կամ ավարտեք գործը ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք։ Իդեպ Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով ժողովրդական շարժումը շաբաթ օրը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում՝ ի աջակցություն կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, մեր Սուրբ եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների։ Այդ օրը քաղաքացիների հետ շարժման անդամները քննարկելու են հետագա անելիքները։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Կալանավորման վերաբերյալ որոշումից բացի դատարանը կայացրել է նաև խիստ սահմանափակումներ տեսակցությունների մասով։ Փաստաբանի փոխանցմամբ դատարանը թույլատրել է միայն, որ սրբազան հորը տեսակցի մայրը։ Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրում են ընդդիմության հավաքներին մասնակցել հարկադրելու եւ 2021 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը, քանի որ մեղսագրվող ենթադրյալ արարքներից մեկը կատարման պահին հանցագործություն չի համարվել։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ էլ փաստաբանն ասել է, որ 54 քննիչից կազմված խումբը դատարանում չի կարողացել ցույց տալ, թե ինչ ձևով է սրբազանը հարկադրել հոգևորականներին մասնակցել հավաքներին։ Իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձը չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկել։ Արագածոտնի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած լայնածավալ եւ աղմկահարույց խուզարկությունից հետո քննչական կոմիտեն լուսանկարներ էր տարածել, ակնարկելով հայտնաբերված գույքի անբնական ծագումը։ Տարածված կադրերում երևում են մեծ քանակությամբ գումար, ոսկյա եւ արծաթյա մեդալներ։ Այս լուսանկարներին անդրադարձել է փաստաբանը, բնական համարելով փողի արկայությունը եկեղեցական կառույցներում։ Նա պարզաբանել է, որ առաջնորդարանում միշտ էլ մեծ գումարներ են լինում, պայմանավորված եկեղեցու գործունեության եւ բազմաթիվ ծախսերի լուծման անհրաժեշտությամբ։ Գնացել են թեմում խոզարկություն են արել, բնականաբար գումարել կհայտնաբերեն, ասենք ինչ խնդիր է, որ գումար են հայտնաբերել, բայց քանի որ ամեն ինչ հիմնված է հենց այդ կեղծիքի վրա, որ տեսեք գումար կա, ինչ ասենք որ թեմի առաջնորդարանում գումար կա, պետքա չլիներ, այսինքն դա շատ բնական է, որ կա եւ պետքա լինի, որովհետեւ այն բազմաթիվ ծախսեր կա, որ ծախսերը պետքա հոգացվի։ Հիմա եթե կա, դա արդեն նշանակում է խնդիր է, բայց փորձում են անդադ չեղածտեղը տպավորություններ ստեղծել, որը արդեն կարծում եմ չի աշխատում, իրենք չնայած այդ հին տրամադրությունների մեջ են մնացել։ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորում հանդիպել է Արագածոտնի թեմի քահանաների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել հոգևոր հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին ֆերման էին ենթարկվել, հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հավատացրել է, թե ինքը չի հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են, ասել է Փաշինյանը։ Ըստ նրա նույնական չեն նաեւ եպիսկոպոսն ու եկեղեցին։ Փաշինյանը ըստ էության նորմալ է համարում հոգևոր հայրերին կալանավորումները։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են
մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Հաց ենք տալիս այդ մարդկանց։ Հաջորդ օրը ինչ ապօր։ Այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք հացի խնդիր ունեն, ասել է մեր կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, եթե ամեն օր պետությունը հաց է տալիս այդ մարդկանց, նրանց կյանքում հաջորդ օրը ոչինչ չի փոխվում։ Փաշինյանի խոսքով հազարավոր ընտանիքներ 10 տարուց ավելի անապահովության համակարգից են օգտվում, եւ կառավարությունը մեջբերում բառից բուն իմաստով ամենօրյա հանապազօրյա հաց է տալիս այդ մարդկանց, սակայն աղքատության հաղթահարման այդ տարբերակը արդյունավետ չէ։ Իմ կարծիքով մենք աղքատության հաղթահարման բոլորովին այն կոնցեպտները, որ արդեն 30 տարի մենք փորձարկում ենք, այդ կոնցեպտները ակնհայտ է, որ արդյունավետ չեն։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ ԵԱՏՄ-ի նիստից հետո երկու շաբթի նորից դրական պատասխան ենք ուզում լսենք գանգստեր։ Երկու շաբթի ձեզանից ինչ-որ մի բան։ Չէ, մենք ուրեմն ճանապարհներից բռնած բերելու ենք կալապսի։ Հենց նորություն ունեցա։ Սահմաններից բերելու ենք կալապսի։ Հայաստանից Ռուսաստան բեռներ տանող վարորդները կառավարությանը վերջնագիր են ներկայացրել, կամ շտաբ լուծել իրենց հարցը, կամ հանրապետության ճանապարհները կատվածահար կանեն։ Բեռնափոխադրող ընկերությունների տասնյակ վարորդներ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններից հետո հայտնվել են սև ցուցակում եւ նրանց մուտքը արգելվել է դաշնություն, քանի որ խախտել են երկրում մնալու թույլատրելի ժամկետները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փորձել է հանգստացնել վարորդներին, վստահեցնելով, թե զբաղվում են այդ հարցով։ Վարորդները հակադարձել են, թե Ղազախստանը արդեն լուծել է հարցը։ Պապոյանն ասել է, որ այդպիսի բան չկա, եթե լուծում լինի, այն գործելու է բոլորի համար։ Առաջանում, օրինակ այս նույն մարդիկ բոլորը ստեղ այդ մեքենաները ձեռք են բերում վարկով։ Այդ նույն մեքենաները ծախսերը այդ հոգում են նաև վարկերով։ Հիմա անորոշ ժամանակ սպասում ենք։ Մի հատ խնդիր է գալու, առաջանալու են այդպես ոչ ոք չի կարողանալու այդ վարկը մուծել։ Այդ ժամանակ ինչ ենք անում։ Ասենք մենք խնդիրները պետության հարգում ենք, սպասում ենք ձեր գործողությունների, բայց խնդրում եմ մեր մասին մտածեք, հասկանաք այդ վարկը մենք 3 ամիս, 4 ամիս հետո որտեղից պետությունը աշխատել։ Պետությունը ես ու դու ենք։ Ես հասկանում եմ, դուք հիմա մտածեք մեր մասին, մենք ձեր մասին մտածում ենք, մենք մեր մասին, բոլորիս մասին մտածում ենք։ Պետությունը ես ու դու ենք։ Դե խնդրում եմ հիմա օգնեք այդ վարկերը հարցը ոնց է կարգավորվում։ Սարեսնեն վարկերը։ Ես էլ չեմ կարող հիմա խոսալ, որտեղ իմ Այս պահում եմ այդ հարցին էլ եկեք հիմա հրադառնանք, որովհետև 4 ամիս, 3 ամիս հետո այս նույն մարտիկ ու պլյուս ավելի շատ ձեռնարկատերեր, հա, այդ խնդրին առաջանալու են։ Ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այդ հարցը հիմա։ Բա որ չլուծվի։ Մի քանի տարի առաջ Yandex-ի առցանց քարտեզի խցանումների 10 բալանոց սանդղակը Երևանի համար թվում էր անիրական, սակայն այսօր այն դարձել է փաստ։ Երեկոյան ժամերին ահասարսուր խցանումները արձանագրում են ոչ միայն քարտեզները, այլև հազարավոր վարորդները բարկացած ազանշաններով։ Եթանի ով են մնացել խցանման։ Երևանի խցանումները չեն շրջանցել անգամ երկրի ղեկավարին։ Վարչապետ Փաշինյանը, որը հազվադեպ է առանց ոստիկանական ուղեկցության տեղաշարժվում մայրաքաղաքում, ընդամենը 3 անձամբ է բախվել մայրաքաղաքային երթևեկության քաոսին, եւ այն այսօր կառավարության նիստում որակել է որպես ճգնաժամ։ Ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ չի կարելի տենց թույլ տալ, որ տենց իրավիճակը լինի։ Եթանի ով են մնացել խցանման։ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել հատուկ ճգնաժամային խումբ, ներգրավելով ոստիկանությանը քաղաքապետարանին համակարգային լուծումներ մշակելու համար։ Մինչ ճգնաժամային խումբը դեռ իր աշխատանքի մեկնարկին է սպասում, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ անցած ամիս վստահեցրել էր, թե խցանումների թիվը զգալիորեն նվազել է շնորհիվ հանրային տրանսպորտի նոր գծերի։ Նա նաև խոստացել էր հաջորդ տարի իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր, որոնք կներառեն հեծանվային ուղիների ավելացում եւ մայթերի ընդլայնում, առաջնահերթությունը տալով հետիոտնին ու հանրային տրանսպորտին։ Մենք կարողացել ենք ստանալ մոտավորապես 18%-ով ավելի պակաս խցանումներ Երևան քաղաքում սեպտեմբերի առաջին օրերին։ Եվ իրականում մենք շարունակելու ենք այս տրամաբանությունը եւ փորձելու ենք ել ավելի խցանումների մակարդակը նվազեցնել արդեն մի փոքր ավելի տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ։ Ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի։
Շրջակա միջավայրի նախարարության երկու էկոպարեկ նախնական համաձայնությամբ մի շարք անձանցից կաշառք են ստացել եւ ցուցաբերել են անգործություն, հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Մասնավորապես 2025 թվականի ընթացքում էկոպարեկները ստացված կաշառքի դիմաց միջոցներ չեն ձեռնարկել կանխելու ապօրինի ծառահատումները, չեն արձանագրել դեպքերը եւ հաղորդում չեն ներկայացրել առերևույթ հանցանքի մասին։ Կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար երկու էկոպարեկներին մեղադրանք են ներկայացվել միանգամից 2 հոդվածով։ Մինչև օրակարգին անցնելը Հայաստանի վարչապետն ու նրա կաբինետի անդամները կառավարության այսօրվա նիստին մասնակցել են սպիտակ ժապավենները կրծքավանդակներին ամրացված։ Առողջապահության նախարարն է բացատրել, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կանանց պարբերաբար անցնել կրծքագեղձի հետազոտություն, կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը։ Փաշինյանի խոսքով Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածված ձևերից մեկն է եւ պետությունը պետք է ստեղծի համապատասխան հանրային միջավայր, մեջբերում քաջալերելու կանանց, որ հաճախակի անցնեն հետազոտություններ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան անուղղակի խառնվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Բրիտանացիները սադրանքների միջոցով ուղղորդում են Բրյուսելին խուսափելու ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, հայտնել է ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով Ռուսաստանում իրականացվող ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունները կատարվում են Բրիտանիայի հատուկ ծառայությունների հովանավորությամբ։ Դաշնային անվտանգության ղեկավարը նաև նշել է, որ բրիտանական եւ ուկրաինական կողմերը պատրաստվում են դիվերսիոն գործողություններ թուրքական հոսք գազատարի վրա։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը կողմ է արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությունը վերջ տալուն։ Նա ընդգծել է, որ Եվրոընտանիքը օրեցօր ավելացնում է Ռուսաստանի սահմանափակումները, սակայն դրանք բավարար լուծում չեն։ Պետք է անհապաղ դադարեցնել պատերազմը, ասել է Հեքսեթը։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում ասել էր, որ Գազայում հրադադարի պայմանավորվածությունից հետո կսկսի ավելի լուրջ զբաղվել ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու հարցով։ Թրամփի խոսքով, եթե Ռուսաստանը չհամաձայնի, Ամերիկայի պատերազմի նախարարությունը Ուկրաինային փոքր քանակությամբ Թոմահավք հեռահար թևավոր հրթիռներ կտա։ Ծրագիրն արդեն մշակված է։ Վերլուծաբանները նկատում են, եթե Թրամփը գնա այդ քայլին, այն կարող է դառնալ պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինային ցուցաբերած ամերիկյան ամենանշանակալի ռազմական աջակցությունը։ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը կառույցում հավատարմագրված լրագրողներին խնդրել է ստորագրել պարտավորություն, ըստ որի չեն կարող հրապարակել տեղեկություններ, որոնք չի թույլատրի Պենտագոնը։ Լրագրողներին այդ առաջարկը վրդովեցրել է եւ նրանք հանձնել են իրենց մուտքի վկայականները, լքել շենքը, չհամաձայնելով գրաքննություն հիշեցնող առաջարկին։ Հավատարմագրված լրատվամիջոցներից միայն պահպանողական One American News Network-ն է համաձայնել աշխատել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի սահմանված կանոններով։ Շաբաթներ առաջ Հեքսեթը ճեպազորությունների ժամանակ արգելել է լրագրողներին առանց ուղեկցորդների շրջել Պենտագոնի շենքում եւ հետաքննություններ սկսել լրատվամիջոցներին ինֆորմացիոն արտահոսքերի կազմակերպողների դեմ։ Հեքսեթի այս քաղաքականությանը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Article 3 obligations. And we'll see what happens. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի հետ։ Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանել է 100% մաքսատուրք։ ԱՄՆ ղեկավարը իր ելույթում շեշտել է, որ Վաշինգտոնը մտադիր է աշխարհով մեկ մեծացնել ռազմական, քաղաքական եւ տնտեսական ճնշումները։ Նախորդ օրը ԱՄՆ-ի եւ Արգենտինայի նախագահների հանդիպան ընթացքում Թրամփը գործընկերոջը հորդորել էր շատ գործարքներ չանել Պեկինի հետ։ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները սրված էին նաեւ Թրամփի առաջին նախագահության տարիներին։ Այդ ժամանակ նա նույնպես ավելացրել էր մաքսատուրքերը։ Չինաստանը ինչպես նախորդ անգամ այս անգամ եւս պատասխանել է հայելային ձևով։ I think that Putin Ռուսական գազ ու նավթից Եվրամիությունը կտրելու փորձից հետո ԱՄՆ նախագահը նույն հարցով հրապարակային կոչեր է սկսել անել Ասիայի առաջատար տնտեսությամբ երկրներին։ Թրամփը կարծում է, որ Ռուսը հասել են վերջին 2 տարվա նվազագույն մակարդակին։ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դրական քայլեր ձեռնարկել ռուսական նավթից կախվածությունը ել ավելի կրճատելու համար։ Թրամփի կարծիքով նման քայլի պետք է գնա նաև Չինաստանը, սակայն ի տարբերություն Դելիի, Պեկինը կտրուկ մերժում է նման կոչերը եւ չի պատրաստվում վերանայել ռուսական էներգակիրների ներմուծման իր քաղաքականությունը։ Հնդկաստանի իշխանությունները խուսափում են ուղիղ հակադրությունից, նշելով, որ իրենց որոշումները հիմնվում են ազգային շահերի, ոչ թե արտաքին ճնշումների վրա։
Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության շրջանակում Վաշինգտոնը դիմել է նաև իր կարևոր դաշնակիցներից մեկին՝ Ճապոնիային։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպան ժամանակ պահանջել է Տոկիոյից դադարեցնել ռուսական նավթի, գազի ներմուծումը։ Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը, գրել է ԱՄՆ գլխավոր ֆինանսիստը X-ի իր միկրոբլոգում։ Եվ այժմ ըստ վերլուծաբանների Տոկիոն հայտնվել է բարդ իրավիճակում։ Էներգետիկ պաշարներով աղքատ Ճապոնիան խիստ կախված է ներմուծումից եւ ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարումը լուրջ մարտահրավեր է երկրի տնտեսության եւ էներգետիկ անվտանգության համար։ Այսօր Թրամփին անուղղակի պատասխանել է Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Ռուսական էներգետիկ շաբաթ միջազգային համաժողովում նա ասել է, որ եվրոպական շատ երկրներ քաղաքական ճնշման պատճառով հրաժարվել են ռուսական գազից ու նավթից, ինչի պատճառով հին աշխարհամասում աճել են էներգակիրների գները եւ ընկել է արդյունաբերության տեմպը։ Պուտինի խոսքով ռուսական էներգակիրների պահանջարկը համաշխարհային շուկայում չի նվազում եւ Ռուսաստանը մնում է աշխարհում ամենախոշոր նավթ արտաբերող երկրներից մեկը։ Նա հայտարարել է, որ առաջիկա 15 տարվա ընթացքում Ռուսաստանը նախատեսում է ատոմային էներգիայի հզորությունները ավելացնել մինչև 29 գիգավատ, ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային էներգետիկ համակարգում։